Ողջույն սիրելիներս, եկել եմ ինձ համար շատ կարևոր ինֆորմացիայով կիսվեմ։ Այսօր շատ սպասված եւ իմ կյանքում շատ կարևոր օր է։ Շատ շուտով դուք էլ կիմանաք, ես ուզում եմ ամեն ինչ վերջնական լինի, որ անպայման տեղեկացնեմ ձեզ, կիսվեմ ձեր հետ։ Շատ կարևոր օր է իմ համար, եկել էի այդ ասեի ու անկեղծ ասեմ, ահա որ հուզված եմ ու չգիտեմ ոնց էմոցիաներս թաքցնեմ։ Մի խոսքով սպասեք երեկոյան շատ լավ ինֆորմացիայով կիսվելու եմ ձեր հետ, վստահ եմ դուք էլ իմ հետ ուրախանալու եք ու իմ էմոցիաները կիսելու եք։ Շոումեն Արամ Մելիքյանը, նրա ընտանիքի անդամները բավականին հայտնի, սիրված են եւ բավականին ակտիվ են ինստագրամյան հարթակում։ Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն քննարկվում է Մելիքյանների եւ նրանց դստեր Էլիզի հարաբերությունները։ Էլիզը դադարել է հետևել Մելիքյաններին, Մելիքյաններն էլ դադարել են հետևել Էլիզին ինստագրամյան հարթակում։ Եվ այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Էլիզը որոշեց առանձին ապրել։ Նրա առանձին ապրելուց հետո համացանցում տարբեր քննարկումներ, տարբեր խոսակցություններ էին գնում, թե ինչու աղջիկը որոշեց ընտանիքից հեռանալ, թե ինչ է տեղի ունեցել նրանց միջև։ Այդ ամենից հետո Էլիզը մի քանի անգամ խոսել է այս մասին, սակայն որևէ հստակ պատասխան չի տվել։ Այս անգամ եւս ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ նրան հարց են տվել, թե ինչու նա չի հետևում ինստագրամյան էջում Մելիքյանների ընտանեկան էջին։ Էլիզը կրկին պատասխանել է հստակ պատասխան չտալով բուն հարցին։ Իսկ դուք կարող եք նվազագույնը ձեր հարցերը տալ ռեալ էջերով, գրել է Էլիզը։ Եթե 5 վիդեո նկարում ես ընտանիքիդ հետ, 6-րդը ընտանիքի հետ, չի նշանակում, որ ամեն ինչ վատ է։ Այսքանը։ Քանի որ շատ եմ այս հարցի հետ առնչվում եւ ունեմ շատ նոր հետևորդներ, եկել եմ ասեմ, որ փոքր տարիքից երազել եմ մենակ ապրելու մասին, դրա համար կայացրել եմ այդ որոշումը։ Եվ իդեպ մի քանի օր առաջ լրացավ 1 տարի, ինչ մենակ եմ ապրում։ Սուրբ Սատիկի տոնին ինստագրամյան հարթակում հայհայտնիների շատերն են հրապարակումների տեսքով հանդես գալիս, ցույց տալով, թե ինչպես են նրանք տոնում այս գեղեցիկ օրը։ Շոում են հանդիսավար Արամ Մելիքյանը եւս այդ հայտնիներից է, հրապարակում է արել իր ընտանիքի ծնողների, կնոջ, դստեր եւ որդիների մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ մեծ օրհնություն է, երբ այդպիսի մեծ ընտանիքով ես նշում քո Սուրբ Սատկի տոնը։ Հետաքրքիրն այն է, որ կադրերում չի երևում Էլիզը, որը վերջին շրջանում կարծես թե իր ընտանիքից հեռացել է։ Շատերն են այս հարցը երկար ժամանակ քննարկել համացանցում, թե ինչու առանձին ապրելուց հետո Էլիզի եւ իր ընտանիքի հարաբերությունները կարծես թե վատացան։ Այս ամենից հետո նրանք փորձում են ինչ-որ կերպ հերքել, որ լարվածություն կա, սակայն այնուամենայնիվ հրապարակումներից երևում է, որ Էլիզի մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ Արամ Մելիքյանն էլ շատ հաճախ հրապարակումներ է անում հենց Տելիկի եւ որդիների մասնակցությամբ եւ այդպիսով նշում, որ իր ընտանիքը ամբողջական է, իրենք միասին նստած ճաշում են եւ այլն։ Մեծ օրհնություն է, որ հարության տոնը մենք նշում ենք մեր մամայի ու պապայի հետ։ Եվ նաեւ Անրին ու Տելիկը, իրենց մամայի պապայի եւ ամեն մեկը իր ուտելիքն է այս պահին։ Շիրներս Քրիստոս հարավի մեռելոց։ Օրհնյալ լինի հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետից, թող մեր հայ օջախներում, ամբողջ աշխարհում օրհնություն իջնի այսօր, բոլորիս օջախներում։ Ոպես մամջան։ Ոպես
Եկան իմ աղջիկները, գեղեցկուհիներն իրանց թագուհի մամայի հետ։ Այ դուք բարով եկաք, ձեր ոտը ձեր տուն խեր բերի, խսմատ բերի ձակեր։ Ուй ուտին ձեզ։ Բարով եկաք, դու էլ ապրես։ Եկել եմ ձեզ հետ կիսվելու իմ աղջիկների առաջին խաղալիքներով։ ՆԱՏՕ ֆիրմայի այս փամփլիկ բադիկը կապահովի ձագուկներիս անուշ քունը։ Մեր երկրորդ խաղալիքը Gogi Baby գերմանական ֆիրմայից է։ Այնքան ջերմությամբ ու հոգատարությամբ ենք սպասում մեր ձագուկներին, որ նրանց համար ընտրում ենք լավագույնը։ Օրեր առաջ այցելեցի Max & Lizzy Toys խանութ-սրահ, մի պարզ պատճառով, որ այստեղ ներկայացված են մանկական խաղալիքների լավագույն բրենդերը։ Այստեղ կարծես ինքդ էլ ուզում ես մանկանալ։ Խանութ-սրահը ասեմ, որ հայտնի է իր փայտե խաղալիքների լայն տեսականիով, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են և անվնաս բալիկների համար, այլ նաև զարգացնող են։ Այստեղից կգտնեք բացառապես տարբեր տարիքային երեխաների համար նախատեսված զարգացնող խաղեր, որոնք կփոխանցվեն սերնդե սերունդ։